Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ես ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Գիտեք, պիտի ասեմ, որ երբ ես մոտ 1 ամիս Մոսկվայում շարունակում էի բուժումներս, մեր տաղավարում Գայանե Սարգսյանի կառավարման հոգեբան, աստղաբան Գայանե Սարգսյանի հետ զրուցում էինք հիմնականում ինտերնետային կապով եւ ես շատ շնորհակալ եմ Գայանեին, որ ինքը պարբերաբար գալիս էր տաղավար եւ մեր հաղորդումները, ինչպես ասում են, անընդհատ շարունակվում էին եւ մեր ունկնդիրները գոհ էին, որ Գայանե Սարգսյան մարդը անձնավորությունը աստղաբանը միշտ Փակ TV-ի եթերում է, որի կարիքը նրանցից շատերը ունեն։ Այսօր չորեքշաբթի է եւ Գայանե Սարգսյանը մեր հյուրն է, բայց արդեն զրուցում ենք Երևանյան տաղավարում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուչյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Գայանե, շնորհակալ եմ իսկապես, որ դու բարեխղճորեն իմ բացակայության ժամանակ գալիս ես տաղավար եւ քո ունկնդիրներին մենակ չես թողնում։ Դա շատ կարեւոր է, հավատա։ Քեզ մեծ թվով հետևորդներ ունես Փակ TV-ի եթերում եւ դա վկայում է այն մասին, որ սպասողների թիվն էլ իսկապես մեծ է։ Դու այն անձնավորությունն ես, որից միայն դրական լիցքեր ենք ստանում։ Եվ պիտի ասեմ, որ դու Փակ TV-ի, այսպես եթե կարելի է ասել, այցեքարտերից մեկն ես վաղուց դարձել եւ մենք շատ ուրախ ենք դրա համար, մեր ծրագիրը դրանից միայն շահում է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելությամբ, ջերմ խոսքերի համար։ Ես այսպիսի մի քաղաքականություն եմ որդեգրել, որ գործընկերային հարաբերություններում փորձելու եմ օգտակար լինել եւ միշտ իմ առջև դրված պարտականությունը ընդհանրապես կյանքում հենց այդպեսին եմ կփորձեմ կատարածել։ Դրա համար երկարաշարժ հարաբերություններ եմ ստեղծում, ում հետ աշխատում եմ, պարոն Ղուչյան, արդեն 4-5 տարի է, ձեզ հետ արդեն 5 տարի դրանում է։ Այո, շուտով մենք հոբելյանական հաղորդում ենք քեզ հետ անելու, բայց դա աշնանն է։ Երբ կցանկանաք, ուրախ եմ կրկին հանդիպման համար, ձեզ առողջ տեսնելու մեր հետևորդների հետ եւս մեկ անգամ հեռահար շփվելու։ Ցավոք Մարինեն էլ չկարողացավ գալ, նշեց, որ վատ առողջ է, մայրաքաղաքից հեռու ապրում, բայց նրա խնդրանքը կատարել եմ, աստղաբանական քարտեզը կմեկնակ բանենք նրա։ Անցնենք հերթական մեր հարցերին։ Հարցերը իմիջիալոց ինչպես մենք շատ են, բայց ձեր վերջին ելույթից հետո շատերին հետաքրում է այսպեսի մի հարց, երբ է Մերկուրին ուղղվելու։ Այո, շատ հետաքրքիր էր այդ հաղորդումը, մենակ էի վարում եւ երբ որ հաղորդումը դիտում էի, այնպեսի հաճույք եմ ստացել, բավականություն, մենակ, երբեմն գիտեք առանձին իմ ալիքն էլ կա, չէ, այնտեղ այնքան սխալներ եմ անում, պահի տակ, հա, այսպես նստում եմ, հանգիստ սահուն վարում եմ, կարող եք այդ հաղորդումը դիտել, Մերկուրին նահանջում է, զգուշացեք, հետաքրքիր հաղորդում է, բոլոր կենդանակերպերի համար ներկայացրել եմ եւ հաջորդ հենց հարցադրումը ձեր կողմից պետք է լիներ Մերկուրի ուղիղ ընթացքի մասին, այո, Մերկուրին ուղիղ ընթացքով է գնալու, այդքան էլ ուշ չի, հուլիսի 23-ից կսկսի ուղղվել 16 աստիճան խեցգետնի կենդանակերպում, եթե մինչ այդ ձեր ընտանեկան գործերը թարս ուղղությամբ էր գնում, բառացի ասեմ, իմացեք հիմա ուղղությունը թեքում է Մերկուրին կգնա առաջ եւ կամաց կշտկվի։ Կոնֆլիկտային իրավիճակներ են, խոյ խեցգետին կշեռք եւ այծեղջուր կենդանակերպերի մոտ հին 100 տարվա խոսակցություններ։ Բառացի եմ ասում, այստեղ շատ մտերմիկ հարթակ է, հոգեհարազատ մարդիկ ենք իրար հետ հեռահար շփվում։ Իրավիճակներ, խոսակցություններ, բացահայտումներ, որոնք ձեզ կզարմացնեն։ Մարսը երկորակի կենդանակերպում է խոսակցությունները սուր կոնֆլիկտային բնույթ կարող են կրել, պետք չի շատ խորանալ, փորփրեք, ինչքան փորփրեք, սիրելի խեցգետին, այծեղջուր, կշեռք, խոյի կենդանակերպը միանգամից ինքը սուր արձագանք կտա, պետք է ուղղակի կամաց առաջ գնաք։ Նրանք, ովքեր ամուսնալուծության հետ կապված հարցերն են, ովքեր որոշել են գնալ այդքանին, սպասեք, էլի սպասեք մինչև հուլիսի 23։ Անցած անգամ այդ անեկդոտը պատմեցի, որ ամուսինը կնոջ պարբերաբար ծեծում է, բայց վերջին 15 օրը արդեն քիչ հանգիստ ելնում, բայց կինը որոշում է կայացրած լինում, որ պետք է համատեղ այդ ամուսնությունը չեղարկի։ Ամուսնալուծության գնա։
Եվ ամսին գալիս ասում եմ, վերջի 15 օրը ծեծել եմ քեզ, ասա նույն բանն եմ ասում վերջին 15 օրը չի ծեծել, բայց վերջին 10-15 տարին պարբերաբար այդ իրավիճակների միջով է անցել, հանգստացեք, Մերկուրին խեցգետնում հուզառատ են լինում, լցված է լինում ձեր սիրտը, թողեք ուղղակի իրավիճակ անցնի, հետո որոշում կկայացնեք, տակ գլխով որոշում մի կայացրեք։ Կամաց կշտկվի, դուք էլ կորոշեք, միևնույն է, այսպեսի մի բան էլ ասեմ, պարոն Գուշյան, կարմիր կովը կաշին չի փոխում։ Այո, եթե պարբերաբար աբյուզիվ հարաբերություններ են, պարբերաբար կտանքների, նույնիսկ դրանք արդեն, այո, այդ հարաբերությունները արդեն երկարաժամկետ չեն կարող լինել, կամ ուղղակի կինը ելնելով մեր ավանդույթներից ստիպված պետք է հանդուրժի, բայց ասեմ, որ ժամանակները փոխվել են, արդեն Պլուտոնը ջրհոսում է համացանցում, ակտիվություն է, մեր մտածողության մեջ էլ ինչ-որ բան փոխվել է, այլևս փոփոխությունները կան, սիրելի կանայք, եթե այդպիսի հարաբերություն են, եթե ձեզ ճնշում են ճանապարհներից մեկը, ուղղակի ճանապարհ այսպես գտնել, ձեր ինքնազարգացմամբ զբաղվել, բայց դե այդ բարդ հարաբերություններում միշտ ուժողի դերում եք նել։ Համենայն դեպս սպասեք, հետո որոշում կկայացնեք եւ բոլորս մոտակա մինչեւ 2043 թիվը պետք է բռնենք նորարարական գիտելիքների, նորությունների, մեր աշխարհայացքը պետք է փոխվի։ Եվ դրանից էլ արդեն մեր կյանքի որակը պետք է փոխվի։ Մերկուրին խեցգետնում առավել բարենպաստ կլինի, խեցգետին կույս, այնտեղ կարիճ, մի քիչ այծեղ ջուրներ դեսառն նրանց մոտ էմոցիաները վերհանել դժվար է, ձկներ եւ ցուրտ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար։ Ձեր ներընտանեկան խնդիրները կամ այն հարցերը, որոնք առաջ եք քաշել, դրանք կամաց կլուծվեն։ Տան առքու վաճառքի հետ կապված, ստորագրություններ դնելու հետ կապված, անշարժ գույք ձեռք բերելու հետ կապված, ամուսնությունը գրանցելու հետ կապված, ես մի քանի օր ունեմ, կարող եմ ասել, բայց հիմնականում կազմակերպեք այդ ամենը 2026 թվականի հուլիսի 23-ից հետո։ Այստեղ պետք է որ օր լինի, բարենպաստ օրերը, այո, հուլիսի վերջին բացառիկ բարենպաստ են, փաստորեն հուլիսի 23-ին Մերկուրին կիսը արդեն ուղղվելու վրա է, կարիճի կենդանակերպում, ֆինանսաբանկային, անշարժ գույք ձեռք բերելու, կտակի, այդ ժառանգության հետ կապված հարցերը ի վերջո կարող են լուծվել։ 24-ը ճանապարհորդությունների հետ կապված բուհական կրթության ձեր գործերը կարող եք տալ, կարող ճանապարհորդել, ձեր օտարերկրյա արտերկրի հետ կապված գործերը կարող եք կարգի բերել։ Բարենպաստ օրերից երկու բարենպաստ օր, ամսի 30-ը հուլիսի եւ 31-ը լուսինը ջրհոսի կենդանակերպում, ինչպես գիտեք Պլուտոնը ջրհոսում, Ուրանը երկվորյակում, էլեկտրոմոբիլներ գնելու, սարքավորումներ գնելու, կենցաղային տեխնիկա գնելու, հեռախոս, սմարթֆոն, համակարգիչ, այդ համախոհների, գաղափարակիցների, ընկերների հետ հավաքվելու, ձեր գաղափարներով կիսվելու եւ իմիջիայլոց հենց այդ օրերին բարենպաստ է դրական գործեր սկսելու համար, քանի որ նոր ալուսին չէ, այդքան էլ կարևոր չէ, որտեղ 23 օր Մերկուրին կանգնած է։ Այս նշված բոլոր օրերը բարենպաստ են, գովազդներ կարող եք տեղադրել, արք ու վաճառք կարող եք անել, թղթաբանությամբ զբաղվել, օրերը այդքան շատ չի, բայց իրենք բացառիկ բարենպաստ ֆոն ունեն։ Մի այսպիսի փոքր ծանոթացում, եթե ամսական կանխատեսումներ եք ուզում իմանալ օրերի բարենպաստ, ոչ բարենպաստ օրերը, իմ հարթակում պարոն Ղուշյան ձեր թույլտվությամբ ներկայացնեմ, որ ուղղակի ամենօրյա կանխատեսումներ ունեմ, 1 ամիս առաջ ես արդեն թողարկում եմ, մոտակա մյուս շաբաթ կլինի օգոստոս ամսվա կանխատեսումներ ամեն օրվա համար, կարող եք մտնել, դա պարոն Ղուշյան արդեն 5 տարի է։ 5 տարի ես ներկայացնում եմ։ Այսքանը Դե մեր մյուս հարցը որ կենթանակերպն է Վիկտորինայի հերթական հարցը։ Ինքան հետաքրքիր էր կարիճի կենթանակերպը, այդ նյութը, այդ վիդեոն ես ասեմ մի 10 անգամ դիտել եմ։ Իրարամեջ կարծիքներ էին հայտնել, ցելի կարիճներ, մի նեղացեք,
ես որ ասում հանրային գումարներն են հետաքրքրում ուրիշի գումարները, պարտադիր չի ձեզ մոտ դա լինի։ Ձեզ տրված է դա կանեք, թե չեք անի, դա ձեր գործն է, բայց կարիճները մեզ շատ պետք են, որովհետև իրանք շատ հեշտ են կարող գործածել ուրիշի գումարները, այդ ամենը այդ ներդրումները կարծես շրջանառության մեջ դնել։ Ցուլը հնարավոր է վախենա իրան պահի իր գումարները, ռիսկերի չգնա, բայց կարիճը ռիսկերի գնում է։ Դրա համար էլ հաջողություններ ունեն, այնպես որ մի նեղվեք, որ ասում եմ, այլ ուրիշի գումարները հետաքրքրում են։ Փորձեմ փոքր ինտրիգ դնել, ահա այնպիսի հետաքրքիր կենթանակերպի մասին եմ խոսելու, թագավորական կենթանակերպը, էլիտար։ 12 տարի մեկ հաջողություն են ունենում այս կենթանակերպերը, իրենց աստեղային ժամը արդեն եկել է, 1 տարի նրանք կարող են վայելել հաջողությունները, նրանք շքեղ են, փայլում են, այդ կենթանակերպը ղեկավարում է 12 կենթանակերպերին, բնության մեջ էլ այդ կենթանին ղեկավարում է ողջ կենթանական աշխարհը, նրանք սիրում են նվերներ, գովեստներ, թագավորական նշան է, շքեղ հագուստ են հագնում, նրանք կարողանում են հասարակական տարբեր միջավայրում ամենաբարձր դիրքերը գրավել իրենց կայուն կապերի միջոցով։ Նրանք սիրում են, երբ իրենց ծափահարում են, նրանք լավագույն կազմակերպիչներ են։ Միշտ ասում եմ, որ այդ սոցիալական միջավայրում թեկուզ իրենք ցածր ավելի խավին է, այդպես չասեմ, հա, հնարավոր է, որ եկամուտները քիչ է, բայց միևնույն է, նրանք պահանջկոտ են, յուրաքանչյուրի տանը այդ կենթանակերպի ազդեցության տակ ծնված կա, եւ երբ հարցնում եմ ինչպիսին են, ասում են իրենք տարբերվում են, տարբերվեր ջրհոսն է, բայց իրենք տարբերվում են իրենց տեսքով, նրանք հրամաններ են արձակում եւ պետք է այդ հրամանները կատարվեն։ Տեսնենք ինչ կարող ենք ասել։ Ահա, հա, ոսկի են շատ սիրում, ադամանտ, մուշտակներ թանկարժեք, ես հանդիպել եմ այդպիսի մարդկանց և աշխարհը ղեկավարող այդ անձանց մոտ, նրանց մոտ Յուպիտերը կամ Պլուտոնը գտնում է այդ կենթանակերպում։ Հենց մի ազգ կա ժողովուրդ, որը վերջերս է, վերջին 100-ամյակում, հա, կազմավորվել, չնայած նա հինավուրց ժողովուրդ է, նրա բոլոր մոլորակները գտնվում են այդ կենթանակերպում, նրանք ղեկավարում են ողջ աշխարհը գլոբալիստների միջոցով, նրանք բացական կողմերից էլ մի քիչ նշենք, երբեմն եսասեր են և գոռոզ, դա նրանց խանգարում է հարաբերություններ ստեղծել որոշ չափով իրենցից չակերտավոր ցածր կարողություններ ունեցող մարդկանց հետ և ֆինանսական և նյութական։ Նրանք հաջողակ են։ Անցած անգամ ինձ հարց տվեցին, որ կենթանակերպն է ավելի հաջողակ։ Հենց իրենք են հաջողակները։ Հաջողությունը գալիս է, բերում են սկուտեղի վրա նրանց մոտ։ Հեշտ են կարողանում զգալ այդ հաջողությունները։ Նրանք ունեն այդ բառացի ասեմ հոտառություն, ռուսերեն չի ասում, նյուխը, հրաշալի նշան է։ Ուղղակի նրանք արևով շատ են տրված, նրանց էներգիան այնքան շատ է, երբեմն վառում է իրենց եւ կողքիններին, բայց միևնույն է, նրանք կարեւոր են, նրանք ղեկավարում են մեզ, նրանք փայլում են միշտ բարձր ատյաններում։ Այսքանը, պարոն Մուշյան։ Դե ինտրիգը իրոք շատ մեծ է, եւ պետք է ասեմ, որ պատահական չէ, որ այն մեծ հետաքրքրություն է առաջացնում մեր ունկնդիրների շրջանում։ Մի բան էլ ավելացնեմ, պարոն Մուշյան։ Ուրեմն շոու բիզնեսի ներկայացուցիչները հիմնականում այդ կենթանակերպի ազդեցության տակ են ծված կամ նրանց մոտ Յուպիտերը եւ Վեներան է գտնում այդտեղ։ Եթե Վեներան է այդ կենթանակերպում, նրանք դերասաններ են։
շարքային դերեր կունենան, բայց միևնույն է, աստղ են, փայլում են։ Եթե Յուպիտերն է, իմացեք, որ պրոդյուսերներն են, ֆինանսիստներն են, լավագույն ղեկավարներն են։ Ամենակիչը ռեժիսորներ, բայց միևնույն է, եթե Յուպիտերը այդտեղ է, նրանք պետք է փայլեն, նրանք աստղ են։ Պարզ է։ Լավ, դե ժամանակն է անցենք մեր աստղաբանական քարտեզին, որտեղ սա մեր ունկնդիրների ամենասիրված բաժինն է եւ ես կարծում եմ դուք հերթական անգամ այն հաճույքով կներկայացնեք։ Այո, ներկայացնեմ սիրելի Մարինեն բոլոր հարթակներում հետևում է ինձ դրական մեկնաբանություններ է գրում, հետաքրքրված է աստղաբանությամբ, Մարինե ջան, ժամը չես նշել, բայց քանի որ խոստացել է, որ պիտի դիտարկեմ, քո առավոտյան ժամերի այդ կազմագրաման եմ դիտարկել, բայց միևնույն է մոլորակները երբեք իրենց դիրքերը կենթանակերպում չեն փոխում։ Իսկ գիտես ինչու ես աստղաբանության հանդեպ մեծ սեր եւ հետաքրքրություն տածում, որովհետեւ քո ծնված պահին Յուպիտերը գտնվում էր ջրհոսի կենթանակերպ 1985 թվականն է ծնվել։ Այդ տարիքային խումբը, որոնք հենց մանավանդ եթե ջրհոս, աղեղնավոր, այստեղ եթե խոր, երկորյակ, առյուծ կենթանակերպի ազդեցության տակ են ծնվել, նրանց համար ավելի հեշտ է լինելու աստղաբանություն սովորել, բայց միևնույն է, ձեր ծնված պահին Յուպիտերը ջրհոսում է, նաև 82-ից 89 թվի ծնվածների մոտ Ուրանն էլ գտնվում է աղեղնավորում։ Այդ տարիքային խումբը անպայման պետք է իմանա աստղաբանություն, ամենամինիմումը հաղորդումների համացանցային այդ գիտելիքների միջոցով։ Սիրելի Մարինե, դու կարող ես աստղաբանություն սովորել եւ դու մեծ զեղչեր ունես իմ խմբում ներգրավելու համար։ Կարող ես գրել, անպայման ասում եմ, որ զեղչերով կարող ես սովորել, որտեղ քո մոտ Յուպիտերը գտնվում է ջրհոսում, իսկ դա բացառիկ դրական դիրքավորում է հաջողակ աստղաբան լինելու համար։ Մասնագիտական կողմնորոշման որոշակի այսպես դետալներ ներկայացնեմ, արևով ձուկ ես, ձուկ դա հոգեբանությունն է, էզոթերիկան է, կարծում եմ, որ խղճով ես, Մերկուրին էլ է ձգնոր որոշ չափով երասկոտ ես, այն տալիս է քեզ այդ չափից շատ խիղճ, ուշադիր եղիր, Յուպիտերը ջրհոսում տալիս է ընկերասիրություն, ընկերների չգիտեմ որքանով ես դու այդ քո հմտությունները ընդլայնել, բայց այդ հմտությունները քեզ տրված է։ Մարինե ջան, չգիտեմ առողջական խնդիրները անձամբ որ կենթանակերպին են վերաբերում, Սատուրնը իջնող հանգույցի հետ կարիճում է, պապայի հետ կապված ինչ հարցեր կան, կամ 30 տարեկանում ես տեսնում եմ, որ դու խնդիրների մեջ ես ընկել ճգնաժամային իրավիճակների մեջ, դա կարող է պատահել նաև հայրիկի հետ, տան մեծի հետ, առողջության հետ կապված հարցերում պետք է զգուշ լինես միզասեռական օրգաններից, հուսամ, որ ճգնաժամային վիճակների մեջ չես ընկել, բայց քեզ տրված է գաղտնիքներ իմանալ, Սատուրնը կարիճում, բայց իջնող հանգույցը կարիճում, երբեք մոգությամբ չզբաղվես, որտեղ այդ բոլոր գիտելիքները դու նախորդ կյանքից բերես եւ պետք է կարողանաս այնպես անել, որ դու ինքդ վաստակես քո անձնական գումարները, եթե առողջությունը ներում է, Լուսինա առողջում թաքուհի ես, չգիտեմ, տան մի երեխան ես, մայրիկը, ընտանիքը քեզ շատ սիրում է, թե չէ, այն բոլոր որակները, ինչ որ ասեցի, այդ որակները կարող են խիստ արտահայտված լինել քո մոտ։ Կարծում եմ, որ վառ կերպար ես, վառ հագուստներ ես սիրում, բեմեր սիրում ես, թե ոչ, սիրելի Մարինե։ Երեխաների հետ կապված հարցերում, եթե անձնականը դասավորել ես, ապա երեխաներ կարող ես ունենալ, որոնցով հետո կհպարտանաս։ Դու էլ ինքդ այնպիսի մեկն ես, որ մի կողմից չափից դուրս խղճով, բայց մյուս կողմից վառ, գեղեցիկ, փայլուն կերպար։ Այսքանը։ Դե ես պիտի ասեմ, որ հերթական անգամ դու մեզ ապացուցեցիր, որ մենք անչափ հմայիչ մի գործընկեր ունենք, ում ցանկացած եթերը մեծ այսպես սպասողություն ունի մեր ունկնդիրների կողմից։ Ես ուզում եմ, որ դու նույն հաճույքով շարունակես համագործակցությունը Փակտիվի հետ, մաղթում եմ քեզ ամենայն բարին եւ ինչպես ասում են, ցտեսություն մինչ հաջորդ չորեքշաբթի։ Սպասենք։
Շելի բարեկամներ, դե այս հմայիչ անձնովին էր այսօր մեր տաղավարում կառավարման հոգեբան, աստղաբան Գայանե Սարգսյանը, մարդ, որի հետ իսկապես ցանկացած հանդիպում շատ հաճելի, այսպես մթնոլորտ է ստեղծում։ Այսօր այդքանը, ցտեսություն։